Պարոն Փաշինյան, դուք մեկնարկել եք կաթողիկոսին հեռացման գործընթաց եւ արդեն 3-րդ պատարագին եք մասնակցում, պատրաստում եք 4-ին մասնակցել, բայց մենք տեսնում ենք, որ առանձնապես մեծ բազմություն չի հավաքվում, միայն քաղաքացիական պայմանագրի պատգամավորներ, նախարարներ են միայն ներկա լինում եւ հիմա 4-րդ եք պատրաստում մասնակցել, կարող ենք ենթադրել, որ դուք միայնակ եք մնացել կաթողիկոսին հեռացման գործընթացում, դուք հանրային աջակցություն չունեք այս հարցում։ Գիտեք ինչ, ես Աստծո հետ իմ հարաբերություններում այլոց աջակցության կարիքը չունեմ, որովհետև դուք ասում եք գնում եք պատարագի, մարդիկ չեն հապի, մենք պատարագի ենք գնում, ես պատարագի եմ գնում, ես չեմ գնում հանրահավաքի, ես ում համար, ձեզ համար է կարող է այդպես ստացվում, որ դպրոցի, գիտեք, հանրապետությունում քանի դպրոց կա, չէ, մի րոպե, հանրապետությունում կա հազարավոր դպրոցներ, չէ, ասինքն 1000 տնօրեն մասնակցում է դպրոցին, պատարագի։ Պատարագների ժամանակ չեն ծափահարում, բայց օրինակ Հովանավանքում ծափահարում են շատ։ Գիտեք ով է որոշում պատարագի ժամանակ ծափահարում են, թե չէ։ Պատարագին ծափահարում է, թե չէ, որոշում է պատարագի մասնակիցը։ Ես գնում եմ պատարագի եւ ուրախ եմ, որ գնում եմ պատարագի, որովհետեւ ինչպես ասել եմ, դա ուրախ եմ, որովհետեւ դրանով դա կարեւոր է ինձ համար, իմ եւ այդ թվում մեր քաղաքական թիմի այն հատվածի, ովքեր հավատում են Աստծուն, որովհետև ես ընդունում եմ, որ մարդիկ Հայաստանի Հանրապետությունում ունեն խղճի ազատություն, նրանց մի մասը կարող է հավատալ Աստծուն, մյուս մասը կարող է այլ հայացքների տեր լինել, բայց դա ինձ համար իմ հոգևոր եւ բարոյական նորոգման ճանապարհ է եւ ուրախ եմ այն մարդկանց համար, ովքեր գալիս են։ Պարոն Փաշինյան, բայց դուք ասել եք, որ դուք աղոթքներ շարունակելու եք նաև մայր աթոռում, այսինքն դուք նշել եք, որ սա մի գործընթաց է, որը տանում է կաթողիկոսին հեռացման, բայց հանրային պահանջ դուք չեք տեսնում։ Որտեղ մարդկանց թիվը քիչ է։ Դուք ո՞ր լրատվամիջոցից եք։ Դրա համար չեք տեսնում։ Հենց դե ես դուք կիմանաք։ Շատ լավ։ Հա դուք եք դրե վերնագիրը, որ լարված իրավիճակ, այդ իրաց վերնագիրն է։ Լավ, վերջը։ Ես ուզում եմ ասել նաև, որ այս պատարագների շարքը շատ կարևոր է, որովհետև այո, ես այդ օրակարգը ձևակերպել եմ եւ բարձրաձայնել եմ եւ հետեւականորեն գնալու եմ այդ օրակարգով, բայց նաև սա կենթանի process է, որտեղ խոսակցություն է տեղի ունենում հանրության հետ, խոսակցություն է տեղի ունենում յուրաքանչյուրը ինքը իր հետ, խոսակցություն է տեղի ունենում Աստծո հետ եւ ասենք դուք եթե հարցնեիք, մոտավորապես հարցնեիք, ինչու ես որոշեցի գնալ պատարագների, ընդ որում առաջիկայում էլ եմ գնալու, որովհետեւ ես նաեւ իմ եթերներից մեկում պարզաբանեցի, որ ես կարծում եմ, որ խոսքը մեր սրբության սրբոցի մայրաթոռի հոգևոր եւ բարոյական նորոգման մասին է եւ այդ հոգևոր եւ բարոյական նորոգմանը հասնելու եւ մեր սրբության սրբոց մտնելու ճանապարհին մենք պետք է մաքրվենք։ Սա ինձ համար մաքրվելու ճանապարհ է ձեր ասած եզրագծին հասնելու համար, որովհետեւ իմ թեզը որն է, ես ասում եմ մենք անդադ խոսում ենք արժեքահենք հանրության մասին, բայց մենք չենք կարող արժեքահենք հանրություն ունենանք, եթե մեր սրբության սրբոցը, մեր բարոյական եւ արժեքային համակարգի էպիկենտրոնը աղտոտված է։ Բայց հետո հասկանում ենք նաեւ այդ քննարկումների ընթացքում, որ ի վերջո դա տեղի է ունեցել մեր միջավայրում։ Այսինքն դա տեղի է ունեցել, որովհետեւ մենք ենք թույլ տվել, դա տեղի է ունեցել, որովհետեւ մենք այդ ամենի ականատեսն ենք եւ մեր ականատես լինելու բերումով մասնակիցը, ուրեմն եթե մենք ասում ենք, որ ուրիշները արժանի չեն մեր սրբության սրբոցին, իսկ արժանի չեն, բայց մենք էլ պետք է նախ արժանանանք։ Եվ այդ է պատճառը, ինչ ենք գնում պատարագի, ինչ եմ հաղորդություն ընդունում եւ շարունակելու եմ հաղորդություն ընդունել, որպեսզի իհարկե գնալու ենք մայրաթոռ դա։
երբ որ բավարար չափով մաքրված կզգամ ինձ այն ժամանակ։ Խնդրեմ։ Պարոն